Գիր կարդում են ու հենց երիտասարդները անկախության շրջանի գլխավոր հարցը ինչու երիտասարդներն էլ չեն կարդում, երիտասարդ գրականագետ Արքեմնիկ Նիկողոսյանը ժամանակ ավրեպ է համարում։ Գրախանութների վաճառքները նույնպես ցույց են տալիս, որ գրքին փող տվողների 70%-ը երիտասարդներն են 18-ից 35 տարեկան։ Գրադարաններում նույնպես ընթերցողների պակաս չկա։ Վերջերս այցելել եմ օրինակ Կոտայքի մարզային գրադարան, վերջին 3 տարվա տպագրված նոր գրքերի 90%-ը գրադարանում չէր, ձեռքի վրա էր, եւ իմ հարցին ովքեր են տանում, պարզվեց, որ էլի երիտասարդները։ Գիր կարդալու հետևանք է նաև գրախանութներում վաճառվող գրքերի հայաֆիկացումը, ամենահայտնի գրախանութում վաճառվող արդի գրականության 80%-ը հայերեն է։ Սա պահանջարկի արդյունք է, աշխարհում լույս տեսնող բեսթսելերների 60%-ն էլ միանգամից կամ մի քանի ամսվա ընթացքում թարգմանվում է հայերեն։ Շուտով եւս մեկ համաշխարհային հայերեն թարգմանված բեսթսելեր կլինի գրախանութներում։ Շուտով պատրաստվում է Պաուլո Կոելյոյի ամենահայտնի բեսթսելերիստի, նոր վեպի համաշխարհային այսպես կոչված պրեմիերան։ Մարդը վեպ է գրել Լրտեսը վերնագրով, որ անգամ պորտուգալերեն չկա։ Բնագիրը լույս չի տեսել, իրենք պատրաստում են 40 երկրում միանգամից հրատարակել գիրքը եւ այդ 40 երկրների շարքում կլինի նաեւ Հայաստանը։ Հայ ընթերցողին միայն համաշխարհային գրականությունը չի հետաքրքրում, ընթերցում են նաեւ հայ ժամանակակից գրողներին։ Եթե մի քանի տարի առաջ գրողները սպասում էին պետպատվերի, որպեսզի տպագրվեն, այսօր հրատարակիչներն են նրանց գործերը ձեռքից ձեռք խլում։ Արքեմնիկ Նիկողոսյանը գիտի նաեւ ամենաընթերցվող հայ ժամանակակիցների անունները՝ Գուրգեն Խանջյան, Լևոն Խեչոյան, Հրաչյա Սարիբեկյան, Արամ Պաչյան, Հովհաննես Գրիգորյան ու դեռ շարունակելի։ Մանու Իրիցյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։